Սիրելի հայրենակիցներ, Հայք Նյուզ լրատվականը հեռավար կապով շարունակում է իր հարցազրույցները մեր հայտնի քաղաքական հասարակական գործիչների հետ։ Այս պահին հեռավար կապով հարցազրույցի եմ հրավիրել Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանին։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, հրավերս ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, առավոտ շուտ տեղեկացանք հերթական գրոհի մասին հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այս անգամ գրոհը մի քիչ այլ բնույթի էր, եթե մինչև վերջերս Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է գրոհել Բեհարանի վրա, հիմա մտնում են դիմակավորված անձիկ մտնում են մեր հոգևորականների բնակարանները եւ ուղղակի ձերբակալում եւ թե որ ուղղությամբ են տանում առ այս պահը անհայտ է։ Ես ուղղակի ուզում եմ այս պահին տեղեկացնել, որ Մկրտիչ Սրբազանն է Արաքածոտնի թեմի հոգևորականը, թեմի առաջնորդը 5 հոգևորականների հետ միասին ձերբակալված է։ Մկրտիչ Սրբազանի տարած ուղությունը հայտնի չէ, թե որտեղ են տարել հայտնի չէ, եւ բերման են ենթարկված նաեւ Տեր Փարեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ հոգևորականները։ Ես կխնդրեմ ձեր գնահատականը տակ, ինչ է տեղի ունենում, ինչ է անում այս իշխանությունը, ինչ պատվեր է կատարում այս մարդը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։ Լսում ենք ձեզ, պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Մենք այս հարցին անդրադարձել էինք, եթե հիշեք, դեռ հունիսի 27-ին, երբ որ տեղի ունեցավ հարձակում Սուրբ Էջմիածնի վրան ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության կողմից, որտեղ եւ հետո ձերբակալեցին Գյումրի Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին, arczepiskopos Աջապահյանին։ Այն ժամանակ ասացինք, որ Նիկոլը չի բավարարվելու այս ամեն ինչով եւ ինքը որպեսի կարողանա հասարակությանը շեղի այն ամեն ինչից, որը իրականության մեջ կատարվում է, ինքը գնալու է նորից հարձակման եկեղեցու, բայց այն դիմադրությունը, որը ժողովուրդը ցույց տվեց, Սուրբ Էջմիածնում եւ կուտակումը, որ տեղի ունեցավ, Նիկոլը հասկացավ, որ դա այդքան էլ հեշտ չի լինի ամենայն հայոց կաթողիկոսի կամ Սուրբ Էջմիածնի վրա հարձակումը։ Այդ իսկ պատճառով ինքը հիմա շարունակում է վախ ներշնչել հասարակության մեջ ու նաև հոգևորականների, որպեսզի իրենք հեռու կայնեն Սուրբ Էջմիածնից եւ չխառնվեն իր գործին։ Իսկ Նիկոլը ինչ է ուզում։ Նիկոլը իրականության մեջ հանուն իշխանության մնալու եւ իր թիմակիցների չէ, իր եւ իր ընտանիքի, իր երեխաների անվտանգությունը ապահովելու համար ինքը պատրաստ է ծախել Հայաստանը եւ այդ գործարքը ինքը կատարեց օգոստոսի 8-ին, որտեղ որ ստորագրեց Թրամփի, այսպես ասած, չակերտավոր կավորությամբ անշարժ գույքի գործարք։ Եվ Հայաստանի հարավը ինքը հանձնեց ամերիկյան ինչ-որ ընկերության, որը հայտնի չի թե ինչ ընկերություն է, մասնավոր է, պետական է, եւ նաեւ իր հայցողությամբ այդ գործարքը կիրականացնի հիմական թուրքերի հետ կամ մեկ ուրիշի հետ, որի մասին դեռ մինչ օրս որևիցե հստակ ոչ մի տեղեկատվություն չկա։ Այն ինչը որ կա, այսպես ասած, անսուղ տեղեկատվությունն է, որը տարածում է ՔՊ-ն այնպես ինչպես որ իրեն է ձեռնտու։ Բայց եւ սա է հիմնական խնդիրը։ Իսկ Նիկոլը հիմա ուզում է ցույց տալ, որ ինքն է Հայաստանի տեր ու տիրակալը եւ ինքը կարող է ամեն ինչ անել եւ ինքը ունակ է ամեն ինչ անելու եւ դրա համար գնում է նմանատիպ քայլերի։ Սա է, այստեղ բարդ տրամաբանություն չկա։ Այսինքն ինքը ուզում է վախ ներշնչել, որպեսզի 2026 թվականին ես կասկածում եմ, որ ինքը գնա ընտրությունների, ինքը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ասել ընտրությունները հետաձգվում է արտակարգ դրության պատճառով, քան որ Հայաստանում ինչ-որ մարդիկ, չգիտեմ, ինչ-որ մի արտաքին պետություն ցանկություն ունի Հայաստանում հեղաշրջում իրականացնի կամ չգիտեմ ինչ անի եւ դրա համար ինքը արտակարգ դրություն է հայտարարելու եւ այդ արտակարգ դրության տակ ինքը հետաձգի ընտրությունները, այնպես ինչպես որ Զելենսկին է անում։ Եվ դրա համար ինքը արդեն ստացավ եւ Կոպենհագենում Եվրամիությունից եւ այս խայտարակությունը, որ տեղի ունեցավ Շարմ el-Շեյխում 2 օր առաջ, եւ ինքը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր արտաքին քաղաքականության մեջ չունի հստակ կողմնորոշում եւ չունի հստակ ծրագիր, թե ինչ անել։
Իրենց հիմնական խնդիրը արտաքին քաղաքականության մեջ այն է, որ իրենք մնան իշխանության գլխին ցանկացած գնով եւ ցանկացած ձևով։ Եվ փաստորեն իրականացնում է բոլոր հրահանգները թշնամական պետությունների, երկրների, չգիտեմ, կազմակերպությունների ու կառույցների կողմից, որ իջնում է, որ տրվում է իրեն, դրվում է իր սեղանին, եւ իզուր չէ, որ մենք նորից տեսնում ենք, որ Փաշազադե կոչված այդ չգիտեմ, հոգևորական ասեմ, ես ինչ ասեմ, որը ամբողջությամբ իր էությամբ հակահայ է, հերթական իր հրահանգն էր երեք տվել, փաստորեն նա նորից թիրախավորել էր հայոց եկեղեցին, ռևանշիստական էր անվանել, ընդամենը մեկ օր, պարոն Պետրոսյան, մեկ օր անց Փաշինյանը հարձակում է գործում հայ հոգևորականների վրա։ Հիմա ոնց մենք չասենք, որ սա ուղղակիորեն եղել է այդ հրահանգին համաձայն եւ առհասարակ նրա ամբողջ քայլերը, գործողությունները կամ Ալիևի, կամ Փաշազադեի, կամ Էրդողանի, կամ չգիտեմ ինչ ուժային կենտրոնների կողմից իրականացվող են, մեկը մեկով։ Ես կխնդրեմ արձագանքեք, հստակ է, չէ, որ Գիտեք, Փաշազադեի հրահանգով է սկսել այս գործողությունները նորից եկեղեցու դեմ։ գիտեք, անպայման չի, որ Փաշազադեն նմանատիպ մի հրահանգ տված լինի եւ Նիկոլը դա իրականացնի։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ Նիկոլը իր կյանքը փրկելու համար պատրաստ է ամեն ինչի, եւ դա շատ լավ հասկանում է եւ Էրդողանը, եւ Ալիևը, եւ Այո, Փաշազադեն, եւ Մակրոնը, եւ անգլիացիները, եւ ամերիկացիները, բոլորը, նաեւ ռուսերն են հասկանում այդ ամեն ինչը։ Եվ հասկանում եմ, որ այսօր արդեն Նիկոլի գնացքը գնում է դեպի, այսպես ասած, վերջի իր կանգառը։ Իսկ այդ մինչև որ վերջի կանգառը հասնելը, Նիկոլը պարտավոր է իր կյանքը փրկելու համար գնա դեպի տոտալիտարիզմ։ Այս մասին դեռևս 2021 թվականի հունվարին էի հոդվածով հանդես եկել եւ գրել էի, որ Նիկոլը իր գոյությունը պահպանելու համար գնալու է դեպի տոտալիստական քաղաքականությանը եւ դա քանդելով իր ամեն միակ լուծումն հայկականը։ է։ Այո, Բայց սրա տեսեք, ամբողջ տոտալիտարիզմի հիմքում, պարոն Պետրոսյան, հակահայկականությունն է։ Այսինքն սա, ես չգիտեմ, բնույթով զուտ, մաքուր հակահայկական է սա։ Եվ իզուր չէ, որ այսօր ում հետ ես խոսում եի, մարդիկ նույնիսկ ասում են, իրականություն է, ասում են այն, որ նա ընդունել է մուսուլմանություն։ Սկսել են բացահայտ խոսել այդ մասին։ գիտեք, ես չեմ կարող ասեմ, որ Նիկոլը մուսուլման դառել է թե ոչ, գնացել թլպատվել է թե ոչ, դա իր խնդիրն է։ Այստեղ հիմնական հարցը Հայաստանի Հանրապետության հարցն է։ Նիկոլը իր իշխանությունը պահպանելու համար ինքը պատրաստ է ամեն ինչի։ Գիտեք, երբ որ մարդ սրբություն չունի, այդ մարդը ամենավտանգավոր անձնավորությունն է։ Իսկ Նիկոլը սրբություն չունի։ Եվ ոչ սրբություն ունի ընտանիքում, ոչ սրբություն ունի իր ընկերական շրջանում, ոչ սրբություն ունի Հայաստանի Հանրապետության, իր ազգի, իր երկրի, իր ժողովրդի հանդեպ, ինքը չունի։ Եվ միգուցե, եթե ասենք, որ նույն Փաշազադեն լիներ Հայաստանի Հանրապետության, ասենք, վարչապետը, ինքը այսքան ծայրահեղ քայլերի չգնար, կվախենար իր ապագայի մասին։ Բայց այսօր Նիկոլի համար մեկ է, թե հետո Հայաստանը ինչ է լինելու։ Ինքը հսկայական պարտքեր է վերցնում դրսից Այո, եւ Հայաստանի արտաքին պարտքը մեծացնում է եւ ասում է ինձանից հետո ջրհեղեղ։ Մեկը ինքը գիտի իր վերջը լավ չի լինելու։ Եվ քանի որ իր վերջը լավ չի լինելու, ասում է թող Հայաստանը ինչքան հնարավոր է ավելի շատ կործանեմ, ավելի շատ թաղեմ տարբեր խնդիրների մեջ եւ դրանով ինքը ճիշտ կարծես իր վրեժն է լուծում հայ ժողովրդից։ Սա է խնդիրը։ Այսինքն մենք պիտի դեռևս ականատես լինենք ավելի ծայրահեղ քայլերի Նիկոլի կողմից, քան որ ինքը վրեժ է լուծում հայ ժողովրդից։ Էլ ինչ անի, Իր պարոն ծագումն է։ Պետրոսյան, կներեք, էլ ինչ անի, եւ ձերբակալում է, եւ կալանավորում է։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանավորված է, մի նոր գործ են սարքել իր վրա։ Ամբողջ օրը երեք դատարանի մոտ կանգնած էին տարբեր քաղաքական գործիչներ, հասարակություններ, այսօր է շարունակվում է, անհամբեր սպասում են, որովհետեւ վստահ են, շատ-շատերը վստահ է, ինչպես հայտնի փաստաբանը Ամստերդամն էր հստակ ասել, որ այս մարդը անում է գործողություններ, որ ինքն իր փաստաբանական կյանքում երբևէ չի տեսել։ Այսինքն Փաշինյանը եւ քանդում է եկեղեցին, եւ ազգային բարերարներին է ոչնչացնում, որ ընդհանրապես որևէ մեկը չմտածի հայ ժողովրդին օգնելու մասին, եւ մեր հերոսներին է հեղինակազրկում, բոլոր ազգային ինստիտուտները ոչնչացնում է, պետությունը քանդված է։ Էլ ինչ պիտի անի, որ մենք ասենք, այս է վերջն էր։
Օրինակի համար ինքը կարող է բուլդոզերը վերցնի եւ գնա եռաբլուր ու սկսի քանդել։ Դե Կամ գրեթե ինքը սկսել է բուլդոզերների էլի կառուցելու կներեք, անվան տակ։ կամ ինքը կարող է բուլդոզերներին հրաման տա, որ ասեն եկեղեցիները քանդեք։ Գիտեք, երբ որ մարդ սրբապիղծ է լինում, արժեքներ չունի, արժանապատվություն չունի, նրանից պիտի սпасել ամեն ինչ։ Հունիսի 27-ին, երբ որ Աջափահյան սրբազանին էին ձերբակալում, եկեղեցու բակում ես հարցազրույց էի տալիս եւ ասացի, որ սա դեռ վերջը չի, սա վերջի սկիզբն է։ Եվ հավատացեք, որ սա դեռ վերջի սկիզբն է։ Նիկոլը իր կյանքը, իր, այսպես ասած, այդ կյանքն էլ, որ այդպես ուզենաս փրկես, դա կյանք չի, դա չգիտեմ, շան ապրող կյանքն է, թափառական շան ապրող կյանքը փրկելու համար, ինքը պատրաստ է ամեն ինչի։ Ինքը պատրաստ է, ինքը ուրիշ ձև չունի։ Եվ քանի որ այսօր մեր իրավապահ համակարգը ամփոփչությամբ ծառայում է արևմուտքին, ամփոփչությամբ եւ ազգային անվտանգության ծառայությունը, եւ ոստիկանությունը, եւ հայկական բանակը դժբախտաբար իրենք այսօր բոլորը ծառայում են արևմուտքին եւ այդ արևմուտքի շահերը այսօր համընկնում է Ադրբեջանի շահերի հետ։ Մեր Եվ պետությունը այդ շահերի օկուպացված է։ համընկներեք եւ Այո, խնդրեմ։ ինչ Մեր եւ պետությունը այդ փաստորեն համընկն օտարի կողմից օկուպացված է։ Մենք կարող ենք սա կներեք ասել։ նորեկ կներեք նորեկ դուք դա տեսնում վաղուց ի վեր օկուպացվել է դուք նայեք մեր համալսարանական համակարգին բոլոր համալսարանները արդեն տարիներ ի վեր է տասնյակ տարիներ ի վեր է որ իրենք ստանում են դրամաշնորհներ այսպես ասած արևմտյան պետություններից այդ դրամաշնորհները իզուր է տրված նայեք մեր հասարակական կազմակերպությունը, մեր իրավապահ համակարգին, մեր բոլոր բնագավառները արդեն տասնյակ տարիներ ի վեր է, շուրջ 3 տասնյակ է, որոնք դրամաշնորհ են ստանում դրսից։ Եվ այդ դրամաշնորհը ստացող անձիկ, բացի արևմուտքի, այսպես ասած, նվագի տակ ապրելու ուրիշ հնարավորություն չունեն։ Քանի որ այդ մարդիկ իրենց հոգին, իրենց ամեն ինչը ծախել են։ Իրենք ծախել են 30 արծաթով։ Եվ դա շատ լավ գիտի Նիկոլը, քանի որ ինքն էլ այդ 30 արծաթով ծախել Հայաստանը։ Եվ այս մարդիկ այսօր ամեն տեղ են եւ հիմա որ մենք ասում ենք Նիկոլ, մենք պիտի հասկանանք, որ մի համակարգ, լիբերալ համակարգ, որտեղ որ որևիցե արժեք գոյություն չունի։ Նիկոլը եւ իր թիմը փորձում է ոչնչացնել գիտությունը, կրթությունը, ընտանիքը, առողջապահության համակարգը, երկրի ազգային անվտանգությունը, ամեն ինչը։ Երբ որ կներեք, երբ որ մենք խոսում ենք խաղաղության մասին, խաղաղությունը լինում է այն ժամանակ, երբ որ երկու կողմի ուժային հավասարությունը իրար հետ հավասարված է։ Իսկ երբ է երկիրը ուժեղ, երբ գոյություն ունի ներքին համերաշխություն, երբ ազգը միասնական է եւ ազգը ունի հերահար ծրագիր, այսօր Նիկոլը ոչնչացնում է ամեն ինչը, եւ հերահար ծրագրերը, եւ մոտակա ծրագրերը, եւ ամեն ինչը։ Եվ իր այս բոլոր միջոցառումները, որ կատարում է եւ տարբեր երկիրներ գնում են այնտեղ եւ ասում են, որ լավ են կանում, քեֆ են կանում, թող լավ անեն։ Ոչ մեկը ուրախանալուն դեմ չի, ոչ մեկը խաղաղության դեմ չի, բայց խաղաղությունը եւ ուրախությունը պիտի լինի իրական։ Եթե մենք ուրախությունը իրականացնում ենք ուղղակի օրեն ցեղասպանվելուց վայրկյաններ առաջ, դա արդեն ուրախություն չի։ Պարոն Պետրոսյան, լավ, հիմա այսպես ուր ենք հասնում։ Դուք ասեցիք կարող է արդեն մի օր էլ հրահանգի բուլդոզերներով քանդել մեր սրբավայրերը, եկեղեցիները։ Իրականում արդեն արվում է, մնում է ավելի մեկ այլ տարբերակով գործողությունների դիմի։ Հիմա բնականաբար պարզ է որ պիտի հարց տամ ձեզ, ինչպես մեր բոլոր հարցազրույցների ժամանակ։ Լավ, մենք ինչ ենք անում այդ բուլդոզերների դեմը փակելու համար։ Դուք ասեցիք, որ հնարավոր է որ ինքը նույնիսկ ընտրական գործընթացը այսպես փոխի, հա, եւ դա պայմանավորված է ինչով ըստ ձեզ վախերով իր որ կարող է իրեն չընտրեն ինքը ստիպված գնա արտակարգ դրության հայտարարման հա թե մեկ այլ գործընթաց կարող է լինել օրինակ արդեն խոսում է այն մասին եւ ինքն էլ բացահայտ ասեց նաեւ խորհրդարանում ԵԽԽՎ-ում էլ տեղեկացրեց այդ մասին որ կան ուժեր
կուսակցություններ, ովքեր հիբրիդային պատերազմ են սկսել ժողովրդավարության դեմ, նրանց պետք է զսպել։ Հիմա դրանց անունը դրել է ահաբեկիչներ, հստակ կուսակցությունների թիրախավորելով։ Հնարավոր է, որ ինքը գնա հետևյալ ճանապարհով, մի շարք կուսակցությունների պարզապես թույլ չտա, ասենք, գրանցումը որոշ նոր ստեղծվողների թույլ չտա, մի քանիսին ուղակի խոչընդոտի մասնակցությանը կամ մոլդովական սցենարով, թե դուք կարծում եք, որ այնուհանդերձ ինքը կարող է այդ նույն վախերով պայմանավորված, ինչպես ասացիք, արտակարգ դրություն հայտարարի եւ ընդհանրապես չեղարկի ընտրական գործընթացը։ Դուք մի քանի հարցեր իրար հետևից տվեցիք, ես Հմ, առանձնացնեմ, որպեսզի ավելի այո, ճշգրիտ լինի։ Նախ եւ առաջ, երբ որ ասում եք ինքը բուլդոզերներով քանդելու է սրբավայրերը, մենք ինչ ենք անում։ Նախ եւ առաջ արեք ընդունենք, որ հասարակությունը իր լայն իմաստով միշտ հետևող է եւ հետևում է իր էլիտային, իր վերնախավի։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչ օրս, այսինքն ավելի քան 34 տարի, ամեն մի նախագահ իր ձևով քանդեց այդ էլիտային։ Այդ էլիտան, որ կար, մի մասը զոհվեց Արցախյան պատերազմում, մի մասը ծախվեց, մի մասը երկրից հեռացավ։ Այսինքն իրենք Հայաստանը սարքեցին անգլուխ ձիավոր։ Եվ այս անգլուխ ձիավորից այսօր դուք շատ բան չեք կարող սպասել։ Ժողովուրդը ուզում է հետևել, բայց ում, ով որ նոր ի հայտ է գալիս, իրենք անմիջապես փորձում են իրեն վարկաբեկեն, ջարդել, փշրել, եւ այդ գործի մեջ լցվում է նաեւ ընդդիմությունը, դժբախտաբար։ Սա առաջի հարցի պատասխանը։ Երկրորդ հերթին, երբ որ մենք ասում ենք, որ ընտրություններ, ընտրություններին հասնելու համար արևմտյան պետությունները իմ տվյալներով ամիսը 2-ից 3 հարցախույզ են անցկացնում։ Եվ այդ հարցախույզների արդյունքում պարզվում է, որ Նիկոլի ռեյտինգը ամեն օր իջնում է։ Եվ իր հետ իջնում են նաև ընդդիմության վարկանիշը։ Եվ այս իջնումը շատ բնական է, քանի որ ժողովուրդը սպասում է ինչ որ մեկից, մասնավորապես ընդդիմությունից, եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական ընդդիմությունից, ինչ որ քայլեր չի տեսնում եւ երկուսի վարկանիշը իջնում է։ Այսպիսի պարագայում Նիկոլը կարող է գնալ ընտրության եւ այնտեղ տեսնի, որ շատ ձայն չկա եւ ժողովուրդը շատ քիչ մասնակցություն է ունենում։ Ճիշտ է, մեր սահմանադրությունը թույլ է տալիս թեկուզ 5 հոգի մարդ էլ մասնակցի, առավելագույն ձայն ունեցողը գնա խորհրդարան։ Բայց կարող է դա էլ չլինի եւ դա իր համար մեծ խնդիր է առաջացնելու։ Ուստի Նիկոլին մնում է երկու խնդիր. Ա, հայտարարել արտակարգ դրություն, արտակարգ դրության համար ինքը կարող է օգնության կանչի Ալիևին եւ ասի, որ ժողովուրդ ջան, ես խաղաղություն եմ ուզեցել բերեմ, Հայաստանը դարձնել խաղաղության խաչմերուկ, բայց ռևանշիստները փորձեցին այդ խաղաղության խաչմերուկը օգոստոսի 8-ի, այսպես ասած, նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը իրենք չեղարկեցին եւ առաջ քաշեցին պատերազմ։ Եվ Ալիևը հարձակվի Հայաստանի վրա եւ ինչ որ գործողություններ իրականացնի եւ այդ ընթացքում էլ մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հայ երիտասարդ է զոհվում։ Եվ այդ ժամանակ Նիկոլը ունենում է ալիբի, որ այ տեսեք, ես ուզում եի օգնել, բայց դուք չհասկացաք։ Եվ դրանով ինքը հետաձգի կամ թե չէ չեղարկի ընտրությունները մեկ այլ պատճառով։ Մեկ այլ պատճառը կարող են իրեն օգտակար լինեն, այսպես ասած, արևմտյան պետությունների կողմից դաբրո ստանալով, կամ որ երբ որ ինքը Կոպենհագենում ելույթ ունեցավ եւ խոսեց հիբրիդային պատերազմի մասին, խոսեց ժողովրդավարության մասին, խոսեց ժողովրդավարության այսպես ասած հարցակում ժողովրդավարությանը, որը ուղղակիորեն հովանավորվում է արևմտյան պետությունների կողմից, ինքը իրականության մեջ այսպես ասած ռուսերեն լավ բառ կա, դաբրոն ստացավ արևմտյան պետություններից, որ Հայաստանում իրականացնի այն ինչը որը որ ուզում է, որ նրանք ձեն չհանեն։ Եվ այդպես էլ եղավ։ Դրա փոխարեն եվրոպական պետությունները, Եվրախորհրդարանը որոշեց Հայաստանին խոշոր գումար տրամադրի հաջորդ տարվա ընտրություններում ժողովրդավարության տարածման եւ զարգացման համար։ Այսինքն այն ինչ որ այսօր Նիկոլն անում է, ինքը ունի այդ հովանավորությունը արևմտյան պետություններից։
Եվ արևմտյան պետությունների համար շատ կարևոր է, որ Հայաստանը լինի ինքնությունից զուրկ պետություն։ Ազգայինից զուրկ, այո։ Մեր ինքնությունը, հայ ժողովրդի ինքնությունը, բավականին խորը արմատներ ունի, եւ այդ խորը արմատները Նիկոլը ուզում է կտրել։ Օրինակի համար այսօր իրենք ամեն ինչ անում են, փաստացի, որպեսզի հայ գյուղացին նեղ ընկնի։ Մ, Իրենք ամեն ինչ անում են, որ հայոց եկեղեցին այսօր ծանր վիճակի մեջ հայտնվի։ Իրենք ամեն ինչ անում են, որ Հայաստանից ը, մտածող մարդիկ հեռանան։ Սա է Նիկոլի արած ամբողջ քաղաքականությունը։ մ, Եվ սա հովանավորվում է արևմուտքից։ այո։ Պարոն Պետրոսյան, եկեք ամփոփենք, որովհետև ինչպես միշտ ձեզ հետ խոսելիս ես ասել եմ եւ իմ բոլոր հյուրերին եմ ասում, լավ, եկեք հասկանանք ինչ ենք էլի անում։ Մեկ Տեսեք, ինչ ամբողջ անելու դաշտը համար, ընդդիմությունը պատրաստվում է ազգային ժողովի ընտրությունները, ես չգիտեմ ինչ ընթացք դա կստանա, դուք արդեն որոշակի այսպես կանխատեսումներ արեցիք, բայց մինչև 26-ի հունիս, հա, հուլիս հասնելը 8 ամիս կա։ Լավ, այս 8 ամսվա մեջ ինքը մեկ օրում է քանդում։ 8 ամսում լիքը բան է քանդելու, օրենքներ է փոխելու, սահմանադրական հարցը երևի մեջտեղ կբերի կամ թե երևի կընտրվի հետո դա մեջտեղ կբերի։ Ես չգիտեմ, ամեն ինչ անում է, մասիսն է քերում հանում, մեր այդ գերբը վաղը կփոխի, դրոշի գույները երևի վաղը փոխի։ Մեր ինքնությունը ոչնչացնում է, դասագրքերն է ամբողջությամբ գլխիվար ներկայացրել, մաշտոց է հանում դուրս նետում, բան, էլ չգիտեմ, երևակայությունը մեր այս պահին երևի չի բավարարի, բայց իրեն տրված այդ հրահանգների ցանկը սարսափելու զարուրելի է։ Ամեն օր մի բան անելու է։ Մենք ամեն օր պիտի տեսեք, մտածենք դեմն առնելու մասին, բայց այդ շարժումը ես չեմ տեսնում, այդ ներքին ընդվզումը ժողովրդական ես չեմ տեսնում։ տեսեք, երբ որ դուք թվարկում եք այդ ամեն ինչը, ես մեկ ուրիշ բան ավելացնեմ։ Այսօր Նիկոլը գիտության կրթության նախարարության կողմից հրահանգ է իջված բոլոր դպրոցների տնօրեններին, որ իրենք մտնեն բոլոր դասարանները եւ նսեմացնեն Մեսրոպ Մաշտոցին։ Բառացիորեն։ Բառացիորեն ըստ Մեսրոպ Մաշտոցի դերակատարումը ամեն տեղ։ Եվ իրենք մտնում են դասարաններ, ասում են, ով էր ասում, որ Մեսրոպ Մաշտոցը վրացիների համար ստեղծել է գիր ու գրականություն։ Ով է ասում, որ Մեսրոպ Մաշտոցը էս ա արել կամ են արել։ Այսինքն իրենք փորձում են ամեն ինչը վարկաբեկել։ Կամ Թուրքական թե չէ, տեզեր։ ասում են հայոց կամ թե չէ, ասում են հայոց ցեղասպանության հիմնական մեղավորը հայերն էին։ Ով էր ասում, որ իրենք այդքան փող դիզեին, որ ինքնին հարվածի տակ։ Եվ նմանատիպ բաներ։ Իրենք ամենօրյա Ամբողջությամբ թուրքական ամեն տեզեր, պարոն այո, Պետրոսյան։ ամբողջությամբ իրենք այդ ռեժիմով իրենք աշխատում են։ Եվ իրենք այդ աշխատանքի ռեժիմը շատ հստակ իրականացնում են։ Այո։ Այն ինչ որ Նիկոլը այսօր անում է, դա պարզ երևում էր դեռ ամիսներ առաջ։ Դեռ ամիսներ առաջ։ Եվ ինչ անել է սրա դեմ, գիտեք, ձուկը երբ որ մենք բռնենք ջուրից, ինքը թարմ է եւ կարելի է գործ անել։ Հիմա էլ կարելի է դեմ առնել Նիկոլի եւ ամեն ինչի, բայց ոչ թե հաջորդ ընտրություններին գնալով։ Մгм. Հաջորդ ընտրություններին ով որ էլ որ գնա, պարտվելու է եւ ինքը իրականացնելու է եւ օրինականացնելու է Նիկոլի բոլոր քայլերը։ Այսինքն առայժմ Այսօր մենք գոյություն գործում ենք այ- Փաշինյանի խաղի կանոններով, կարելի ասել։ Ընդդիմություն։ միանշանակ այո։ Այո, միանշանակ այո։ Դա Դեռ նշանակում է չունենալ 2020 սեփական օրակարգ։ Այդպես է մեջտեղ չի տեսեք, բերում ընդդիմությունը սեփական օրակարգը։ երբ է ունեցել սեփական օրակարգ։ Նոյեմբերի 10-ի հաջորդող օրերին, երբ որ ընդդիմությունը ը, Բաղրամյան պողոտայի վրա ազգային ժողովի դիմացը 17+1-ը ցույց էր իրականացում, այն ժամանակ ուներ օրակարգ, չուներ։ Դրանից հետո որևիցե ժամանակ ունեցել է օրակարգ, էլի չուներ։ Եվ չուներ միայն մի պատճառով։ Մեր ընդդիմությունը եւ իշխանությունը երկուսը տարիներ ի վեր 35 տարի նույն տեղից են սնվել։ Նույն տեղից։ Մ, Ինչը մարդիկ չգիտեին արևմտյան պետությունները, որ մեր ղեկավարությունը գնում են կազինոներ եւ այնտեղ կրվում են։ Կամ չգիտեն, որ այսինչ մարդը, երբ որ նշանակում է այսինչ պաշտոնի, նա այն պատճառով է, որ այսինչ մարդու կազինոյում պարտքերը փակել է։
Իրենք գիտեին։ Եվ դրանք բոլորը լծակներ են եղել, որ մեր բոլոր իշխանությունների վրա ճնշում բանեցնեն։ Եվ քանի որ մեր քաղաքական ղեկավարությունը եղել է անողնաշար, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, մինչև օրս դրա համար էլ ով ինչ ուզեցել է թելադրել է եւ հասել ենք այնտեղ որտեղ որ կանք։ Եվ եկել է Նիկոլը, Ժողովրդի չ բերել Այո, է, եւ բերել է ժողովրդից մարդուց։ եւ ժողովրդից շատ բան չեք կարող սպասել։ Ժողովուրդը ռացիոնալ ապրող զանգված է, ցանկացած ժողովուրդ։ Հա, բայց Եթե դուք իրեն ինքնապաշտպանության բնազդը գոնե աշխատում է, պետք է աշխատի, ոչ, ոչ, կորցնում է ոչ, պետություն, ինքնություն։ ոչ, չի աշխատում։ Դե, ուրեմն, Չի աշխատում, իսկապես չի աշխատում։ Երբ որ Փարիզում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գեներալները որոշեցին, որ հանձնում են եւ կապիտուլյացիա են ենթարկում Ֆրանսիան, ինչ արեց ժողովուրդը։ Մի քանի տասնյակ էին, ովքեր որ բողոքի ակցիաներ իրականացրեցին եւ դուրս եկան ու պայքարեցին ֆաշիզմի դեմ։ Նույնն էլ հիմա է։ դե գոնե այդ մի Նույնն էլ քանի հիմա է։ տասնյակը դուրս Այդ գա։ Այդ մի այդ քանի մի քանի տասնյակը։ տասնյակ կան, այդ մի քանի տասնյակ կան եւ դուրս գալիս են։ Եվ իրենք էլ են բանտը նետվում։ Հմ, Եվ իրենք էլ են բանտը նետվում։ Այսօր մեր բանկեր բանտերում արդեն տեղ չկա։ Այն մարդկանց էլ ումի որ բանտ չեն նետում, տարբեր ձևերով են սկսում ճնշել։ հմ, Մեկի բոլոր ֆինանսական միջոցներն են փակում, հա, որպեսզի մարդը հանձնվի։ Այն մեկին, չգիտեմ, գործողություններն են դադարեցնում, որպեսզի հանձնվի։ Այն մեկին կեղծ հանգամանքներով հետապնդում են։ Երբ որ պետությունը, կառավարությունը ինքը ամբողջությամբ ուղղված է դրսի կառավարությունների, դրսի ուժերի կմահաճ վերաբերմունքին, այսպես է լինելու։ Պարոն Պետրոսյան, փաստորեն, տեսեք, այս պահի դրությամբ ոչ բանակից ենք հակազդեցություն տեսնում, ոչ իրավապահ համակարգից, ոչ կրթական համակարգից։ Ասենք ես պատկերացնում էի, որ պետք է մեր մանկավարժները դուրս գային բողոքի ակցիայի, Մաշտոցի մեր գրերի հետ կապված, այս հա մեր Մաշտոցյան Այբուբենի դասագրքերից հանվելու այս ամբողջ պատմության դեմ պայքարի համար։ Ես պատկերացնում էի, որ երբ որ տարածքներ է զիջում, մեր հրամանատարները, հայտնի հերոսները պետք է դուրս գային, այսինքն եւ ընդհանրապես հասարակությունը տարբեր հարցերի հետ կապված փողոցից տուն չպիտի գնար։ Եթե անգամ մեկ օրվա կամ քաղբանտարկյալների պաշտպանության հետ կապված, ինձ թվում էր, որ դեռ տարիներ առաջ, երբ որ սկսվեց այս քաղբանտարկյալների այսպես շղթան, ես կարծում էի, որ բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերը բոլոր քաղբանտարկյալների համար պետք է ամեն օր պայքարեն, բայց այդտեղ էլ ընտրովի եղավ այդ պայքարը, ընտրովի եղավ, Գիտեք, կուսակցական եղավ, եւ շատ այն ավելի պատմությունը դուրս եկավ, հերթով ջարդում են, որ հիմա բոլորը լռել են, ոչ մի ձայն հանող չկա, ընդվզում բացարձակապես չկա։ գիտեք, ժողովուրդը կույր չի։ Ժողովուրդը ինքը շատ լավ տեսնում է ամեն ինչը։ Ժողովուրդը տեսնում է, որ այսօր գոյություն ունեցող խորհրդարանական կներեք, խորհրդարանական եւ արտաքին խորհրդարանական ընդդիմությունը ամբողջությամբ աշխատում են Նիկոլի, ասենք Նիկոլը շատ փոքր մարդ է, աշխատում է արևմտյան օրակարգով։ Բոլորը, բոլորը։ Ռոբերտ Քոչարյանից սկսեք վերջացրեք մնացածով, բոլորը աշխատում են արևմտյան օրակարգով։ Որևիցե մեկը չի աշխատում հայկական օրակարգով։ Դուք ասում եք, որ մանկավարժները դուրս գային փողոց։ 2023 թվականին, երբ որ մենք մի խումբ համախոհներով սկսեցինք 9-րդ դասարանի դասագրքի, հայոց պատմության դասագրքի դեմ ցույցեր անել, շարժումը սկսել, Հա, մենք ոչ հիշում եմ, մեկից, պահանջեցիք այո, նախարարի ամիսներով, հրաժարականը։ այո, ամիսներով Եվ ամիսներով մենք գիտության կրթության նախարարության դեմը միջոցառումներ էինք իրականացնում։ Այո, Որևիցե մանկավարժ չեկավ, քանի որ այն ժամանակ դեռ պարզ է, որ գիտության ու կրթության նախարարությունը սկսել է ջարդել, ջարդ կազմակերպել բոլոր մանկավարժների դեմ, ովքեր որ ընդվզում են իրենց համակարգի դեմ։ Նույնն է նաև պաշտպանության նախարարությունը։ հա, Նույնն է նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայությունում մեծ մաս նրանք, ովքեր որ ավարտել են, այսպես ասած, Ռուսաստանում, իրենց ազատել են աշխատանքից։ Եվ երիտասարդ կադրերին ուղարկել են Միացյալ կադրից Նահանգներ եւ ոչ ազատում։ թե հիմա։
Այլ 2018-19 թվականին ուղարկել են Միացյալ Նահանգներ այնտեղ սովորելու եւ հետ գալու։ Եվ այդ կադրերին են իրենք դրել հիմա իշխանության գլխին։ Նույնն է ոստիկանությունում։ Եվ այսպիսի իրավիճակի մեջ ումիջ է ինչ ընդվզումը սպասում։ Չի Իրենք լինելու ընդվզում։ դառնալով եկեղեցուն, ասեմ, նույն process-ը նաև եկեղեցում է, իրենք փորձեցին գտնել, մի 4 հոգու գտել են, հա, այդպես, ինչպես ասում են, հուդաների, 30 ոսկով ծախվածների, ովքեր հենց ներսից են քանդում եկեղեցին, այդ Տեր Արամ, չգիտեմ, այդպես մի 3 հոգի կան այդպես, դժվար է իրանց Տերով կոչել է իհարկե, իրենք ամեն ինչ անում են, իրենց դրանց ձեռքով քանդելու ներսից եկեղեցին։ Մեզ մնաց մի 3 րոպե ժամանակ, ավարտվում է մեր ժամանակը հարցազրույցի ամփոփեք խնդրեմ, գուցե կոչով դիմեք ժողովրդին, գուցե չգիտեմ ինչ առաջարկ Գիտեք, արեք խնդրեմ։ կոչով դիմելը ժողովրդին միայն մի կոչ ունեմ, որ ժողովուրդը պետք է աչալուր լինի եւ պատրաստ լինի ընդվզման այս իշխանությանը հեռացնելու ցանկացած միջոցով։ Իսկ ինչ որ վերաբերվում է 30 արծաթ ծախվող անձանց, այդ 30 արծաթով ծախվող անձիկ ամեն տեղ կան եւ ամեն Այո, ազգում ցավոք։ եւ ամեն տեղ աշխարհի բոլոր ծայրերում եւ այդ մարդկանց գտնելը դժվար չի։ Աբիժնիկներ ամբողջ աշխարհում կան։ Մгм. Պարոն Պետրոսյան, պիտի ասեի զգուշ եղեք, հիմա ձերս խոսքի մեջ հանկարծ չասեն, այ ընդվզման կոչ է անում, չէ՞, մեր ձևով Ոչինչ, շարժման պարագայում իրենք մեր արդեն սկսել են որոշակի գործողություններ ձեր եւ նկատմամբ։ ես էլ գիտեմ, իրենք էլ գիտեն, որ ինչ են անում եւ տեսնենք, կյանքը արժևում է։ Ես Կյանքը ուղղակի արժևում է եւ դժվար չի խնդրում եմ զգուշ եւ լինել։ բան չի։ Զգուշ լինել, Ը, որտեղ անգամ Ամստերդամին են մեղադրում կոչ անելու մեջ։ Այդ Գիտեք, միջազգային փաստաբանին ասում են եկել ես կոչ ես անում Հայաստանում եւ իշխանության դեմ եւ ընդվզման։ ես առիթ ունեցել եմ ձեզ մոտ ասելու, որ մարդ կարող է չճանաչել իր բարեկամին, բայց պարտավոր է ճանաչել իր թշնամուն։ Այո։ Ես իմ թշնամուն շատ լավ գիտեմ, շատ լավ։ 10 մատերիս պես գիտեմ իմ թշնամուն։ Եվ գիտեմ իրենց բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները, որոնք կարող են օգտագործեն մեր ժողովրդի դեմ։ Էնպես որ երբ որ մտնում ես ջուրը, չի պիտի մտածես թրջվելու մասին։ Եթե մտածես թրջվելու մասին, պիտի չմտնես։ Էնպես որ կյանքը արժևում է։ Եվ մեր վիճակը այնքան վատ չի, ինչպես որ բոլորը փորձում են ներկայացնել դա։ Ունենք մի դժվարին վիճակ, որի միջից հաստատ ը, լավ ձևով դուրս են գալի բոլորով միասին։ Եթե լինենք Բոլորս իրար համախմբված, օգնելով։ այո, եթե լինենք համախմբված, մեկ օրակարգով, շնորհակալ եմ, պարոն Խնդրեմ, Պետրոսյան, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, ես հեռավար կապով զրուցում էի Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք։